Սիրելի հայրենակիցներ, անկեղծ երկրորդ այս օրակարգի շուրջ արձանագրվել է, որպեսզի շատ հարցադրումների, այստեղ հնչած ելույթների պատասխանեի, բայց պետք է լրիվ ուրիշ բանի մասին ասեմ, որովհետև 3 օր շարունակ տարբեր ԶՊՎ-ներում, որը ժողովրդում հայտնի է կեպեզ է, ձերբակալվածների ժամանակավոր պահպանման վայրերում շտապօգնության պես այցելում ենք Գյումրիում տասնյակ ձերբակալվածների, տասնյակ բերման ենթարկվածների, այսպես ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգեն տեղյակ պահեն, որ իր հարազատն ուր է, որտեղ մարդիկ 2-3 օր լուր չունեն իրենց հարազատներից։ Ո՞վ ասել։ Հա, հեսա կասեմ տեղյակ է։ Տիկին Պալյան։ Գիտեք, ԶՊՎ-ներում հանդիպում ես մարդկանց բանվորական հագուստով, կոմունալ տնտեսության բեռնատարների վարորդների, հանդիպում ես մարդու, որն առողջական պրոբլեմ ունի, կոմունալ տնտեսությունում հավաքարարա ձևակերպած, հանդիպում ես մարդկանց, որ ոչ քաղաքական, ոչ բան, ոչ մի կապ չունեն, հանդիպում ես մարդու, պաշտոնաթող սպայի, որը թոշակի անցնելուց հետո վարձով է ապրում, քառօրյա 44 օրյա պատերազմի ամենաթեժ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ է եղել։ Նայեք, վերանում եմ Վարդան Ղուկասյանից, նույնիսկ վերանում եմ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռներից, ես խոսում եմ պարզ այն մարդկանց մասին, որ բերման են ենթարկվել, որ 2-3 օր պահելուց հետո գիտեք ինչ են արել, որ ուզում եմ անկեղծ ասեմ, նայեք, հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ կանգնելու տեղ չկա, նստելու տեղ չկա բան, երբեմն կատակ եմ անում մեր հանրապետական գործընկերների հետ, ասում ժողովուրդ, օրինակ որ մտածեք տարիներ հետո, այստեղ ամեն օր ժամերով, օրերով բոլորս կանգնելու ենք, բիսեդկա կսարքեք, նստարաններ կսարքեք, նայեք, ոչ մի իշխանություն հավերժ չի, հասկացեք, չեմ ուզում որևէ մեկը վաղը ձերբակալվի, հասկացեք, գիտեք ինչ մեխանիզմ է այս քննչականը սովոր է, մարդուն 3 օր 3 պահել են, բերել են, ժամը լրացած է եղել, քննչականից թողել են դուրս, մարդը դուրս է եկել, բռնել տարել են մեղադրանք են առաջադրել, ժողովուրդ վաղը ամեն մեկի դռանը չոքելու է, տիկին Էմմա Պալյան, Գյումրին բոլորիդ քաղաքն է, չէ, Գյումրիում քայլելու է, 3 կնոջ տվյալ մինչև հիմա չեմ կարողանում ճշտել, որ մեկուսարաններում է, չեմ կարողանում ճշտել առավոտվանից, տասնյակներով է ժողովուրդ ջան, նայեք, լավ կալանք են տալիս, ավանդաբար այս տարիների ընթացքում տասնյակ հարյուրավոր տղեկի կալանք են տվել, 2 ամիս նստել են, ասել են լավ են կարել, պայքարել են, դուրս են եկել, էլի եկել են հանրավաքի, վերջին 1 տարին քննիչներն ու դատավորները նոր պատժատ տեսակ են սահմանում, տեսակցությունների վրա արգելք, Պարոն Սիմոնյանի հետ մի անգամ առիթ ունեցել ենք խոսելու, այդ տեսակցությունների վրա, որ ժելեզնի արգելք են դնում, հատուկ են դնում, որտև այդ տեսակցությունների արգելք ձևակերպման տակ, պատգամավորների իրավունքներն էլ է ոտնահարվում, որ պատգամավորներից որևէ մեկը չգնա այդ կալանավորին տեսնի, որովհետև տեսել են այս 4 տարիների ընթացքում, ով բռնվել է, առավոտ գիշեր կողքը կանգնած ենք եղել, չենք թողել մենակ լինի, չենք թողել համարի, որ այս իշխանության այդ երկաթե մամլիչը մինչև վերջ ճզմելու է, բայց հիմա տեսակցությունների արգելքը համատարած է, նայեք, Սրբազան, Բագրատ Սրբազանի հետ 19 արդարների վրա, բոլորի վրա տեսակցությունների արգելքը դրել են, քիչ է, մեր Իգոր Սարգսյան, ազատամարտիկ դաշնակցության գերագույն մարմնի անդամ, ընտանիքի վրա են տեսակցությունների արգելք դրել։ Հիմա 3 առաջ օրը, շփ, թեփ, Գյումրի դատարանում, չխ, տասնյակով կալանքներ են տալիս։ Լավ, համարեմ զանգվածային անկարգության մասնակից, համարեմ ցույցի մասնակից, համարեմ ոստիկանին վատ խոսք ասած, լավ այդ մարդկանց տեսակցությունների արգելքը ինչի են դրել։ Ժողովուրդ մի բան պատկերացրեք, Գյումրին էլ 1.5 միլիոնանոց Երևան չի,
Գյումրին շատ ավելի փոքր է, որտեղ 1-2 տասնյակ ձերբակալվածը արդի գաղութ 2 ամսով ուղարկվածը ընտանիքներ, որոնք վարձով են ապրում, որոնք այդ աշխատող մարդու հույսին են։ Պատկերացրեք այդ քաղաքի տեսակարգի մեջ ինչ դեր է ունենում։